Բարև ձեզ, եթերում շաբաթվա սպորտն է, հյուրս էլ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանն է, ողջույն։ Բարև պարոն։ Շնորհակալություն Վարազդատ, միանգամից այն ամբողջ էներգիայի համար, այն բաղձանքի համար, այն խանդավառության համար, որ հերթական անգամ պարգևեցիր մեզ։ Մինչև քո եւ մեր թիմի ելույթներին անդրադառնալը առաջարկում եմ դիտել գործընկերներից պատրաստած տեսանյութը, որից հետո կվերադառնանք ու կզրուցենք։ Խնդրեմ։ Բաթումի մարզական բեմահարթակում ծանրամարտի Հայաստանի հավաքականը հերթական անգամ հանդես եկավ որպես համախմբված եւ հզոր թիմ, երկրորդ տարին անընդմեջ հին աշխարհում ճանաչվելով լավագույնը։ Մեծ համար մրցաշարը վերածվեց հաղթանակների շղթայի, որի վերջին օղակը դարձավ Վարազդատ Լալայանի փայլուն ելույթը։ Օլիմպիական փոխ-չեմպիոնը, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պարզապես մրցակից չուներ։ Գերծանր քաշային կարգի պոկում վարժությունում նա պայքարի մեջ մտավ այն պահին, երբ բոլորն արդեն ավարտել էին իրենց ելույթները, ընդգծելով իր բարձր կարգն ու վստահությունը։ Պոկում վարժությունում Լալայանը սառնասրտորեն բարձրացրեց նախ 200, ապա 210 կիլոգրամանոց ծանրաձողը եւ առանց ավելորդ ռիսկի հրաժարվեց երրորդ մոտեցումից, արդեն իսկ ապահովելով զգալի առավելություն։ Նա 18 կիլոգրամով գերազանցեց մոտակա մրցակցին։ Հրում վարժությունում եւս Լալայանը մնաց անգերազանցելի, բարձրացնելով 241 կիլոգրամանոց ծանրաձողը։ Թեպետ ռեկորդային 253 կիլոգրամ ծանրաձողը չհնազանդվեց, բայց դա չխանգարեց, որ հայ ծանրորդը երկամարտի 451 կիլոգրամ արդյունքով կարիերայում երրորդ անգամ հռչակվի Եվրոպայի չեմպիոն։ Սա ոչ միայն հաղթանակ էր, այլ հստակ ուղերձ հայկական ծանրամարտը շարունակում է թելադրել իր կանոնները։ Սակայն Բաթումին միայն Լալայանի հաղթանակի մասին չէր։ Մայրցամաքի գլխավոր ստուգատեսում Հայաստանին առաջին մեդալը պարգևեց Գառնիկ Չոլակյանը, 60 կիլոգրամ քաշային կարգում դառնալով Եվրոպայի փոխ-չեմպիոն։ Նրա հաջողությունը կրկնեցին նաև 71 կիլոգրամ քաշային Գոր Սահակյանն ու 94 կիլոգրամ քաշային Արա Աղանյանը։ Եվրոպայի իր երրորդ ոսկե մեդալը նվաճեց նաև 110 կիլոգրամ քաշային Գարիկ Կարապետյանը։ Մեր ընտրանում մեդալային հաշվարկը համալրեց 79 կիլոգրամ քաշային Մարտին Պողոսյանը, նվաճելով բրոնզե մեդալ։ Հաղթական շարքը շարունակեցին նաև կանայք։ Էմմա Պողոսյանը Հայաստանին պարգևեց առաջին ոսկին, դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Աննա Ամրոյանը ոչ միայն փոքր ոսկի նվաճեց հրում վարժությունում, այլև սահմանեց երիտասարդների ռեկորդ։ Թիմային հաշվարկում կանանց հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը, համալրելով ընդհանուր հաջողության խճանկարը։ Թիմային հաջողությունները եւ անհատական բարձր արդյունքները եւս մեկ անգամ ընդգծեցին հայկական ծանրամարտի բարձր մակարդակը։ Վերադառնում ենք տաղավար եւ Բաթումի 2026 Եվրոպայի առաջնությանն անդրադառնանք։ Մինչև քո ելույթին հասնելը ուզում եմ ասել, որ մեր հավաքականը կարող էր ավելի լավ մասնակցել։ Թեպետ մենք տղամարդկանց ընդհանուր հաշվարկում առաջին տեղը գրավեցինք, կանանց ընդհանուր հաշվարկում երրորդ տեղը, բայց ինձ համար օրինակ Աննա Ամրոյանի, օրինակ Գոր Սահակյանի մեդալները պիտի որ ոսկի լինեին, Ռաֆիկը Հարությունյան պիտի ավելի լավ մասնակցեր։ Ինչն էր խանգարում մինչև չեմպիոնական ելույթները, մինչև Էմմայի ելույթը, ինչն էր խանգարում մարզիկներին այդ փոքրիկ քայլը կատարել ու միաստիճան բարձր կանգնել պատվարտակին։ Չեմ կարող ասել, պարոն Կիլոյան, ինչն էր խանգարում, երևի անհաջողություն է, որովհետև Գառնիկն էլ, Գորն էլ, Մարտինն էլ կարող էին չեմպիոնության համարային պայքարում կարող էին հաղթեին, չստացվեց 3-ի մոտ էլ։ Հետո Ռաֆիկը ծախողեց, թիմը շատ լավ պատրաստված էր, բոլորս շատ ուժեղ էինք ու հաղթողի հոգեբանությամբ էլ գնացել էինք մրցումների։ Չեմ կարող ասել, երևի անհաջողություն է էլի, մինչև Էմմայի մրցումները, հետո Էմմայի մրցումներից հետո Էմման կոտրեց ամեն ինչ։ Արդեն ոսկին։ Այո։ Հետո եկան Գարիկն ու Սիմոնը։ Շատ հետաքրքիր պայքար ծավալվեց, ճիշտ ասած, փոկումից հետո բարդ իրավիճակ էր ստեղծվել, որտեղ եւ բուլղարացին
եւ մյուս մրցակիցները բավական մոտ էին ու լավ հնարավորություններ պահպանում էին։ Բայց ես ներքուստ հավատում էի, որ Գարիկը բոլորից շատ կհրի, ես Սիմոնին էլ էի հավատում անկեղծ ասած, ու ես նույնիսկ մտածում էի, որ Սիմոնը կարող է հրումում մեդալ էլ նվաճել ու բոլորից էլ լավ արդյունք ցույց տալ։ Գարիկի մոտ շատ լավ ստացվեց, իսկ Սիմոնի մոտ նույնիսկ դաստակը դուրս էր ընկել տեղից, եթե չեմ սխալվում, ըստ քեզ ինչն էր դրա պատճառը։ Մենք բոլորս էլ մտածում էինք, որ կունենանք 2025 թվականի պատկերը, առաջի երկրորդ տեղի պատկերը, որովհետև երկուսն էլ շատ լավ մարզավիճակում էին։ Գարիկը ցույց տվեց իր մարզավիճակը, իր ուժը, իսկ Սիմոնը իմ կարծիքով երևի քաշը իջեցնելուց չասրեց նորմալ վերականգնվի, դրա համար մրցումների ժամանակ այդ ամեն ինչը արդեն ակնհայտ երևում էր։ Իմ կարծիքով ինքը որ բարձրացել էր շատ, հիմա դժվար է իջնում։ Իջնում է, իջել է, հիմա այդքան շատ չի իջնում, մի 5 կիլո, 6 կիլո երևի։ Ուղղակի այդ քաշ իջեցնելը հետաքրքիր բան է, էլի, չես կարող ասել մրցմանը ինչ կստացվի մոտդ։ Այդ մրցմանը դու որ իջնես լավ, ոնց որ 50-50 էլի։ Ասում են, որ անգամ գերծանր քաշայինները 1-2 կիլո իջնում են արագության համար, դա այդպես է, չէ՞։ Իսկ Սիմոնի մոտ այս անգամ երևի նորմալ չէր կարգավորվելի, քաշը իջել էր, չէր հասցրել նորմալ վերականգնվեր, ինչը Սիմոնն շատ լավ մարզավիճակում էր, ու մենք բոլորս էլ կասկած չունեինք, որ նույն պատկերը կունենանք։ Հիմա դառնանք քեզ։ Հոգեբանորեն դժվար է մասնակցել մի մրցման, երբ մրցակիցներդ ավարտում են, դու չես սկսել։ Այդքան ասեմ, որ դժվար չէ, բայց մի քիչ բան ավելի շատ այդ կենտրոնացում է մի քիչ թույլ է ավելի։ Ես 2 տարի է աշխարհի առաջնություններում ավելի լավ եմ մասնակցում, որտեղ պայքար կա, քան Եվրոպայի առաջնություններում։ Այս Եվրոպայի առաջնությունը մի քիչ թույլ մարզավիճակի մեջ էի, մի քիչ ուշ էի սկսել մարզումներս, դրա համար այդքան լավ պատրաստ չէի։ Ես վստահ եմ, որ եթե դու հրում վարժությունում ունենայիր մրցակից, դու 253-ը կհրեիր։ Ուղղակի երբ որ արդեն գիտես, որ չեմպիոն ես դարձել, այս մոտեցումից էլ առանձնապես բան չի կախված։ Դժվար է մինչև վերջ ներգրավվելը։ Հնարավոր է, կարող է հոգեբանորենները փոփոխվում, ես այդ ամեն ինչ չեմ նկատում։ Ես նկատեցի։ Կարող է Դու այլ պարագայում դու ամեն ինչ կանեիր այդ հրելու համար, իսկ ստեղ այն կռիվը չստացվեց ծանրաձողի հետ, որ դու սովոր ես անել։ Դե 53-ը համ Եվրոպայի ռեկորդ էր, համ էլ այդ 53-ը բարձրացնելով կդառնայի Եվրոպայի լավագույն մարզիկ։ Դրա համար է եկել 53։ Թե չէ բանը, ուզում էինք առաջի մոտեցումից հետո ավարտեինք։ Իմ ցանկությամբ եմ եկել։ Չստացվեց էլի, այս անգամ չստացվեց։ Դու ինձ մարզումային սրահում ասացիր, որ հրուման ժամանակ լավ չէիր զգում քաշը։ Ինչն էր պատճառը։ Չեմ կարող ասեմ, ոտքերս է շատ վատ զգում։ Ասացիր, որ ոտքերը լավ չէ։ Շատ վատ է զգում։ Չեմ կարող ասեմ, վիճակը էլի օրից է կախված, որ ինձ լավ չի զգում։ Հիմա մի երևույթի մասին եմ ուզում խոսել ու քննարկենք, որը դու հավանաբար չգիտես, իսկ ես դահլիճում նստած էի հենց այդ կիզակետում, որտեղ վրացական միջավայրը քննարկում էր Լաշայի վերադարձն ու չվերադարձը եւ նույնիսկ մի այսպիսի պահ եղավ, երբ որ դու 253-ը չբարձրացրեցիր, Վրաստանի հավաքականի բժիշկը մոտեցավ Լաշային ու ասաց, իհարկե վրացերենով, բայց ես այդքան հասկանում եմ վրացերեն, ասաց, տեսար, որ ասում էի մասնակցի կհաղթես, չէիր հավատում, այս ինչ քաշ էր, որ չմասնակցեիր։ Լաշան էլ ասաց, հա դե ես այս քաշով մարզվում էի։ Ու մի քիչ առաջ դրանից, երբ որ Վրաստանի հեռուստատեսության ռեպորտաժի ժամանակ նստած էր հաղորդավարի կողքը, մեկնաբանի կողքը, ասել էր այն գաղափարը, որ հնարավոր է վերադարձը, այսինքն չի բացառում վերադարձը։ Ու ես այնտեղ էլի մարդկանց հետ զրուցեցի, եկա այն եզրակացության, որ ինքը այնուամենայնիվ կգա Չինաստանի աշխարհի առաջնությանը ու կկշռվի, չի մասնակցի, բայց կկշռվի։ Դու ինչ ես մտածում այս երևույթի մասին։ Ես կուզեմ, անկեղծ եմ ասում, ես ուզում եմ այդ վերադարձը, որովհետև սա քեզ համար լրացուցիչ
մոտիվացիա կլինի։ Դու պիտի հաղթես, ու ես վստահ եմ, որ դու կհաղթես։ Ուզում եմ դա տեղի ունենա։ Հիմա քո մոտեցումն եմ ուզում այս երևույթին։ Ես ճիշտ ասած այդ թեմայով չեմ մտածել այդքան շատ, բայց եթե ուզում է Դաշան գալ, պայքարել իր տիտղոսը պահելու կամ չգիտեմ իր ուժը կերկին ցույց տալու համար, ես պատրաստ եմ իր այդ մրցելու։ Հաստատ ամեն ինչ կանեմ, որ ես լինեմ էլի առաջինը։ Այդ իմ համար ավելի շատ մոտիվացիա կլինի, քան ինչ-որ չգիտեմ անհանգստություն կամ ինչ-որ մի բան, շատ ուրախ եմ։ Ինքը լեգենդար մարզիկ է, ինքը շատ լավ մարդ է, Այո, որպես մարդ։ Ես իրան հարգում եմ ու իր որոշումներն էլ հարգանքի արժանի, ամեն մարդ չի կարող այդքան բանից հետո թողնի սպորտը 2 տարի, 2 տարի ու կես արդեն։ այո։ Հետո նորից ցանկություն հայտնի վերադառնա, կհարգեմ ես իր որոշումը ու եթե պայքարը ստացվի, որ իրար հետ պիտի պայքարենք, ես պատրաստ եմ այդ պայքարին։ Միանգամայն համաձայն եմ քեզ հետ, տաղանդավոր գեր մարզիկ է Լաշատ Ալախաձեն, երևույթ է, դարաշրջան է, չգիտեմ, դարակազմիկ երևույթ իսկական ու ֆանտաստիկ օլիմպիական եռակի չեմպիոն, միայն սա արդեն բավական է հարգելու ու ասելու համար բրավո կեցես ու շատ լավ մարդ է, դրան էլ եմ համաձայն։ Ինքն էլ իր հակառակորդներին է հարգում։ Այո։ Դրա համար է ինքը Դրա համար ես ուզում եմ այդ պայքարը։ մեծ հարգանքի արժանի։ Դա քեզ էլ կմոտիվացնի։ Ինչու՞ չէ, դա կլինի պայքարների պայքարը օլիմպիական խաղերի ժամանակ։ Բոլորի ուշադրության կենտրոնում կլինի, այնպես որ ես մաղթում եմ առողջություն Լաշատ Ալախաձեին ու բարի վերադարձ ու հետո արդեն կհետևենք այդ պայքարի ընթացքին։ Բայց եթե ընդունենք չի գալու Լաշատ Ալախաձեն, այդ դեպքում քեզ ինչը կմոտիվացնի, ինչի շնորհիվ։ Ախր սա ընդհանրապես ես ծանրամարտը համարում եմ ամենաբարդ մարզաձևը աշխարհի, մարզվելու համար, որտեվ եթե մյուս մարզաձևերում մարզումների մեջ այնուամենայնիվ մրցակից կա, փոփոխություն կա, տարբեր այսպես դիրքեր կան, ձևեր կան, ծանրամարտում ոչ մրցակից ունես, ոչ բան։ Դու ես երկաթե ձողը ու կլոր երկաթե քարերը, ծանրաքարերը։ Ու վերջ, ու 20 տոննա, 30 տոննա կոնկրետ դու ամեն մարզման ժամանակ ծանրություն ես բարձրացնում։ Այդքանից հետո մնալ այդքան մոտիվացված ու այդքան պայքարել, ես գերմարդ եմ համարում ծանրորդներին։ Քեզ ի՞նչն է տանում այդ մոտիվացիան, որն է, քեզ ի՞նչն է ուղղորդում։ Այս պարագայում իմ մոտիվացիան իմ նպատակն է։ Իմ նպատակն է գնալ հասնել օլիմպիական խաղեր ու անել այն ինչի համար ես իմ չգիտեմ ինչ ունեմ, չունեմ, դրել եմ այս սպորտի մեջ։ Այդ է ինձ մոտիվացնում։ Իմ արզումներն է ինձ մոտիվացնում, իմ տանջանքն է ինձ մոտիվացնում, իմ հոգնածությունն է ինձ մոտիվացնում, չգիտեմ, ցավերս են ինձ մոտիվացնում։ Ամեն ինչը ինձ մոտիվացնում է, որ չհանձնվեմ, պայքարեմ, այդ ամեն ինչից եմ մոտիվացիա զգում։ Գալիս է պահ, որ մեկ էլ ասում ես, դու ես ծանրաձողն էլ ծանրամարդ։ Դե հա, հոգնածության ժամանակ գալիս է, որ շատ է ծանրաբեռնվածությունը շատ է լինում, ոչ մի բանի հավաս չես ունենում, էլի, տրամադրություն չես ունենում, այդ ժամանակ կարող է այդպես մտքեր կա, բայց այդ զուտ մտքերը ու շուտ անցնում։ Հետո որ հիշում ես օլիմպիական ոսկին ես սկսում պատկերացնել։ Առաջի պարապմունքից հետո մինչև երկրորդ պարապմունքի ժամը, հետո այդ մտքերը արդեն տալիճում այդպես բաների մասին չես կարող։ Իսկ հոբի ունես, ինչ-որ բանով կարողանում ես քեզ կտրել, մի քիչ շեղել ծանրամարտից, ինչ-որ։ Չէ, երևի թղթախաղ։ Միայն թղթախաղ։ Հա։ Ձգնորսություն, որսորդություն, բան։ Չէ, նյարդերս չի հերիքում։ Ըստ քեզ, ինչ է պետք անել, որպեսզի ծանրամարտը աշխարհում դառնա ավելի ներկայացուցչական եւ անցնի այնպես, ինչպես անցկացվել է Երևանում։ Ես սա պատահական չեմ ասում։ Շատ լավ էր կազմակերպված Բաթումիում։ Ամեն ինչը նորմալ էր, բայց դահլիճը լավագույն դեպքում կիսալիքն էր։ Լավագույն դեպքում մի քանի աշխարհի ու Եվրոպայի առաջնության ենք եղել, միասին ենք եղել, առանձին ենք եղել, նույն պատկերը։ Այդ միայն Երևանում էր, որ հատկապես ձեր մրցման օրը ուղղակի իսկապես ասեղ գցելու տեղ չկար ու տոմս էին խնդրում
որպեսզի ներս մտնեին։ Իսկ Բաթումիում տոմս չկար, ազատ էր մուտքը ու երկրպագուների, ես ասեմ 30-40%-ն էլ հայեր էին ու Հայաստանից ժամանած։ Ինչ որ բան այնուամենայնիվ ճիշտ չի արվում, ինչ որ բան, չգիտեմ, ինչ է պետք ըստ քեզ անել, որպեսզի ձևը ավելի դիտարժան դառնա։ Այս եվրոպայացությունը շատ լավ էր կազմակերպված։ Առաջի անգամ ֆոնդ կար մարզիկներին տրամադրող։ Այդ դա շատ լավ բան էր։ Առանձին վարժություններից պարգևադրվում էին մարզիկները, մետալ արած մարզիկները։ Իդեպ հավասար Հերման Պոկման եւ երկամարտի համար հավասար 1500-ական 1500 ոսկին, այո, 1500 եվրո։ Եվրո, ներողություն, ճիշտ է։ Այդ շատ ողջունելի քայլ էր, իմանալով Վրաստանի Ֆեդերացիայի իրանց մտահղացումներ ու իրանք էին արել ամեն ինչը, այդ շատ ողջունելի քայլ էր, ու կարող է այդ պահին այդ որպես շատ մեծ գումար չի նայվում, բայց այդ էլ է ոգևորություն, այդ էլ մարզիկի մոտիվացիա է տալիս, որ թեկուզ փոքուն վարությունը չի ստացվում, տրամադրվի կյանա։ Դուրս չգա պայքարի, շարունակի հերում, այո։ Ու բոլորն էլ ոչ մի մարզիկ այդ դուրս չեկավ պայքարից, բոլորն է կամ փոքումին պայքարեցին, կամ հրոմում պայքարեցին։ Այդ էլ է լավ մոտիվացիա ու շատ ողջունելի էր, իսկ այդ հանդիսատեսի համար կասեմ, որ չեմ կարող այտենց ասեմ ինչա պետք անել, որովհետև մարզիկները իրանց անելիքը անում են։ Այստեղ ֆեդերացիան, այո, միջազգային ֆեդերացիան անելիք ունի, որտեվ շոուի տար պիտի մտնի մեջ այնուամենայնիվ։ Ինչ որ բան պիտի մտածել, որ հետաքրքիր դառնա։ Ծանրամարտի պրոֆեսիոնալ սպորտի մեջ շոու չկա, մի քիչ այո, չեն դիտում։ Այստեղ կարևորը Հայաստանում դիտում են ու Հայաստանը պրոֆեսիոնալ սպորտի դիտման մեջ։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանում ֆուտբոլից հետո ծանրամարտն է ամենադիտվող մարզաձևը։ Ֆուտբոլն էլ ազգային հավաքական։ Ու ինձ թվում է երևի հեշտ է հասկացվում, որպես սպորտ ընկալելի է։ Ընկալելի է։ Բարձրացրեց կամ չբարձրացրեց, վերջ։ Ընկալելի է, դրա համար երևի ավելի շատ են երկրպագուները ծանրամարտի։ Շատ լավ։ Վարազդատ, քեզ նաև հարցեր ունեն հեռուստադիտողները, բնական է, դու սիրված ես, քեզ շատ սիրում են, հիմա էլ հերթական տիտղոսն ես նվաճել ու գործընկերս հիմա այդ հարցերը կուղի քեզ։ Մարիամ, այն սրտի զբաղվածության հարցը էլ չկա, չէ՞։ Չէ։ Սպասում են Վարազդատը ինքը հայտարարի այդ մասին։ Խնդրեմ հարցերը։ Ողջույն Վարազդատ։ Բարև։ Կարող ես պատմել քո ամենադժվար պահի մասին մրցավայրում եւ ինչպես ես հաղթահարել այն։ Բոլոր պահերն իմ համար դժվար են եղել։ Առաջի մոտեցումից սկսած մինչև վերջի մոտեցումը, երևի ճիշտ տրամադրվելով էլի։ Դու կարողացել եմ այդ վիճակից դուրս գամ։ Այդ լարվածությունը հաղթահարեմ ես։ Կարողացել եմ ճիշտ տրամադրվել։ Ով կամ ինչն է քեզ ամենաշատը ոգեշնչում շարունակել հաղթանակների այս ճանապարհը։ Հաղթանակները, որ արդեն հաղթանակները իրար հետևից է լինում, ավելի պարադավորեցնող է այդ։ Ու չի թողում, որ հետը նա անջես։ Համել դու քեզ շարունակում ես հավատալ։ Այո։ Ինչ խորհուրդ կտաս սկսնակ ծանրորդներին։ Կյանքում, եթե ուզում են մնան սպորտի մեջ, եթե ուզում են պայքարեն, կյանքում չհանձնվեն։ Գնան իրանց գործի հետևից, հավատան իրանց ուժերին, ու եթե իրանք այդ մարդն են, որ պետք է դառնան մեծ մարզիկ, հաստատ կդառնան։ Երբ ծանրամարտով չես զբաղվում, ինչպիսի զբաղմունքներ ունես, ինչն է քեզ հանգստացնում։ Ընկերներիս հետ ժամանակ անցկացնելը։ Հիմնականում այդ։ Սիրելի վայրեր ունես, որ հաճախում ես։ Չէ, երևի։ Չէ, տենց։ Փոնչիկ օրինակ Գյումրիում։ Հիմնականում հավաքների ենք, ու հավաքների մենք ընկերներով, մեր թեմի տղաներով իրար հետ ենք ժամանակ անցկացնում, հետո հանգստանում, չենք շեղվում էլ կրաֆիկից։ Եվ վերջին հարցը, կպատմես մի հետաքրքիր կամ անսպասելի դեպք մրցումների ժամանակ, որը էկրաններից այն կողմ է մնացել։ Այդ շատ դժվար բան ասացիք, չեմ կարող հիմա վերհիշեմ ու պատմեմ։ Հեռուստադիտողին միշտ հետաքրքիր է էկրանից այն կողմ մնացած ամեն ինչը։ Երևի հիմա էկրանից այն կողմ ոչ բան չի մնա, որովհետև մարզիկը սկսում է տականալ, տենում է հեռուստադիտողը, գալիս է արտակ, չեմ կարող վերհիշել հիմա։ Այդ մրցման process-ը այնքան սահմանազատված է, այնքան կոնկրետ է, որ այդտեղ ժամանակ չի մնում, ուրիշ, չգիտեմ, սկսում ու ավարտում են, ընդամենը 2 ժամ, այդտեղ
ու ամբողջը ուշադրության կենտրոնում է, դժվար է այլ բաներ։ Չեմ կարող էի։ Կարող է եղել է, բայց հենց այս բային չեմ վերհիշում։ Լավ, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն Վարազդատ, շնորհակալություն հաղթանակիդ համար, քո այդ տաք դրական վերաբերմունքիդ համար սպորտի հանդեպ, քո ընկերների հանդեպ, քո աշխատանքի, քո սպորտի այդ մարզաձևի հանդեպ, ու շնորհակալություն այն հույզերի համար, որ պարգևում ես մեզ մի քիչ ավելի գեղեցիկ ու բարի դարձնելով մեր կյանքը։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալ, պարոն Կիլոյան, ամեն անգամ մեր կողքը լինելու, մեզ ողջևորելու, դուք շատ էմոցիոնալ երկրպագու եք, ու այդ մեզ շատ դուխ է տալիս, էլի։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանն էր այսօրվա հյուրը, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։